Ոսկու ռեկորդային գների ֆոնին դոլարի արժեզրկումը տնտեսագետների կանխատեսմամբ անխուսափելի գնաճ է բերելու մեր երկիր։ Արտերկրից դոլարով գնվող Հայաստան ներկրվող ցանկացած ապրանք կարող է թանկանալ։ Մենք ներկրում ենք բենզին, դիզվառելանոց, հացամթերք, դրանք կարող են թանկանալ դոլարի ֆոնի վրա։ Կարող են։ Դիզվառելանոցն ու բենզինը հաստատ։ Տնտեսագետի համոզմամբ շուտով անգամ Ադրբեջանից ներկրվող այդքան գովազդված էժան բենզինը չի կարող զսպել գնաճը վառելիքի շուկայում։ Ադրբեջանից մի ցիստերն են բերել եւ բոլորը ասում են մեզ այդպես էլ բացատրություն չտվեցին, որ դա իրականում ռուսական բենզին է։ Մենք այդպես էլ չստացանք բավարարություն։ Պետությունը կարող էր պնդել, որ հեսա սերտիֆիկատները ցույց տար։ Ապրանքի սերտիֆիկատը գալիս է, չէ՞, սերտիֆիկատները ցույց տայք, որ մենք էլ չխոսեինք։ Օրինաչափություն է, եթե համաշխարհային ակտիվների նավթի եւ ոսկու գինը բարձրանում է, դոլարը արժեզրկվում է։ Բոլոր այս պարագաներում Հայաստանը տուժում է, որովհետեւ Հայաստանը ոսկից ակտիվներ չունի։ Ոսկու հանքեր ունենք, շահագործում ենք սոտկա, ինչպես գիտեք, դա գեղեցիկ ձևով արգելված է Ադրբեջանի կողմից, մենք ոսկի այլևս չենք արդյունահանում։ Բագրատյանի խոսքով թանկարժեք մետաղները շշմեցնող գների են հասել։ Արծաթի 1 գրամն այսօր արժե այնքան, որքան 50 տարի առաջ 1 գրամ ոսկին արժեր։ Գնաճը կարող է կանգնեցնել միայն դոլարի արժևորումը։ Դե հիմա Տրամպը խնդիր դրեց դոլարը ուժեղացնել։ Բագրատյանի կանխատեսմամբ դոլարային ակտիվների աճ տեղի կունենա ամբողջ աշխարհում, այդ թվում Հայաստանում։ Պաշար ինչքան կա։ Այսինքն որոշ ժամանակ անց դոլարի պահանջարկը կաճի, մարդիկ կսկսեն դոլար գնել։ Դոլարային ակտիվների աճը տեղի կունենա, այդպես քիչ է լինում, բայց այդպես էլ է լինում, տեղի կունենա ոսկու թանկարժեք մետաղների գների հետագա աճի վրա։ Մինչև ապրիլ-մայիս թանկարժեք մետաղների, հատկապես ոսկու գնաճը Բագրատյանի կանխատեսմամբ հարաբերականորեն կդանդաղի։ Էդգար Ղուշչյան, Նորայր Շարբաթյան եւ Էլեն Յահինյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։